Իշխանության եւ ընդդիմության ակնկալիքները սահմանադրական դատարանից ինչ քայլերի կգնա իշխանությունը ունեցած մանդատներով սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու համար։ Բաքվի բողոքի նոտան միեդին Ադրբեջանը դժգոհում է հայկական կողմի օգտին որոշում կայացնելու համար։ Արևմտյան Ադրբեջան վերադարձի թեման Բաքուն կապիտոլում է տեղափոխում, Հայաստանին էթնիկ զտման մեջ են մեղադրում։ Լեզվակռիվ, քաշքշոց եւ ծեծկրտուկ հավաքանու նիստում իշխանական եւ ընդդիմադիր անդամները գործի են դրել բռունցքները։ Խոշոր վթար դալարիկում դիզվառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, վիրավոր կա։ Հրդեհի, վթարի թե ջրախեղտության դեպքում օգնության են շտապում փրկարարները, արդյոք ունեն նորագույն գործիքներ եւ թարմացված գիտելիքներ փրկություն բերելու համար։ Առաջին դասարանցուն դպրոց ընդունելը գլխացավանք ծնողների համար, օնլայն գրանցումը խափանումներով է ընթանում։ Համբակում ուսումնավարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել, նրան վիրահատել են։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Իշխանությունն ու ընդդիմությունը անհամբեր սպասում են ընտրությունների արդյունքների վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշմանը։ Արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումներով գործերը միավորվել են եւ քննվելու են դատարանի նույն նիստում հունիսի 26-ին։ Մինչ այդ քաղաքագետներն ու սահմանադրագետները քննարկում են, թե ունեցած մանդատներով իշխանությունը ինչպես կարող է նախաձեռնել սահմանադրական հանրաքվե։ Նրանց տեսակետները լսել է Նաիրի Մուրադյանը։ Ըստ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի, սահմանադրության մեջ կան իրավական սողանցքներ, որոնք իշխանություններին կարող են հնարավորություն տալ սահմանադրական որոշ փոփոխություններ իրականացնել ոչ թե падգամավորների 2/3, այլ 3/5 աջակցությամբ։ Բաղդասարյանի խոսքով գործող խորհրդարանական մեծամասնությունն ունի անհրաժեշտ 3/5 ձայները, ինչը նրա գնահատմամբ թույլ է տալիս հանրաքվեի դնել սահմանադրության 202-րդ հոդվածի փոփոխության հարցը։ Քաղաքագետը պնդում է, որ այդ հոդվածի փոփոխությունից հետո կարող են փոխվել նաև սահմանադրության հետագա փոփոխությունների ընթացակարգերը։ Կոնկրետ հենց այդ 202-րդ հոդվածը խորհրդարանական մեծամասնությունը կարող է հանրաքվեի դնել 3/5-ով։ 3/5-ով դնում են հանրաքվեի, այդ հոդվածը փոխում են 202 հոդվածը։ Այնտեղ գրում են, որ հանրաքվեի համար պետք է ոչ թե 2/3, այլ ենթադրենք 50% եղավ։ Եվ հետո արդեն այդ փոխված հոդվածով հանրաքվեի են անում ամբողջ սահմանադրությունը փոխելու։ Սահմանադրության ցանկացած դրույթ փոխել համար անհրաժեշտ է առաջին հերթին ազգային ժողովի 2/3 ձայների քվեարկություն, նոր դրանից հետո որը որ ազգային ժողովով պետք է փոխվի, կփոխվի ազգային ժողովով, որը որ դրվի հանրաքվեի, դրվելու է հանրաքվեի։ Քաղաքագետի կարծիքով սահմանադրական փոփոխությունների թեման արտաքին քաղաքական բաղադրիչ ունի, եւ այդ գործընթացը պայմանավորված է նաեւ արտաքին ազդակներով։ Որոշակի դժվարություններ այո ստեղծվել են այս իմաստով, բայց մենք շարունակելու ենք ուրեմն մեր օրակարգերով առաջ շարժվել եւ միանշանակ մենք կգտնենք լուծումներ, ուրեմն այն փոփոխություններն իրականացնելու առումով, որոնք ենթադրում են նոր սահմանադրության ընդունում։ Միակ իրենց լեգիտիմ տարբերակը, որ կարողանան, դա 200,000 ստորագրությամբ նախաձեռնությամբ հանդես գան, որից հետո բնականաբար 2/3 չի լինելու, նոր դրա այդ 2/3-ը հաղթահարելու համար եւս 300,000 ստորագրություն։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Բաղդասարյանը նշում է, որ տարածաշրջանային գործընթացները պայմանավորված են ոչ միայն Բաքվի կամքով, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումներով։ Նրա խոսքով, քանի դեռ պահպանվում է անորոշությունը կապված Իրանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի շուրջ զարգացումների հետ, Ադրբեջանը դժվար թե գնա կտրուկ գործողությունների, սահմանափակվելով հիմնականում կոշտ հռետորաբանությամբ։ Քանի դեռ այդ անորոշ վիճակն է, Ադրբեջանը բնականաբար կոշտ քայլեր ձեռնարկել չի կարող։ Կոշտ հռետորաբանություն գուցե օգտագործի, բայց հստակ քայլեր չի համարձակվի անել։ Իսկ ընդդիմությունը սպասում է սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը, թեև ընդդիմադիր շրջանակներում չեն թաքցնում, որ մեծ ակնկալիքներ չունեն։ Ամեն դեպքում, ըստ քաղաքագետների, ակնհայտ է, որ այս լարվածությունը ընտրություններով չի ավարտվել։ Ներքաղաքական պայքարը պարզապես թևակողել է նոր փուլ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Հայկական կողմի օգտին վճիռ կայացնելու համար Ադրբեջանը բողոքի նոտա է հղել մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Հիշեցնեմ, օրերը Ստրասբուրգի ատյանը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գործով առաջին որոշումն էր ընդունել ադրբեջանական կողմին ճանաչելով որպես պատերազմական հանցագործ։ Միեդին բավարարել էին մայոր Հայկ Թորոյանի սպանության և նրա մարմինը խոշտանգման ենթարկելու գործով հայկական կողմի վերաբերյալ վկայաբերած փաստարկները։ Ադրբեջանի արտգործնախարարությունը սակայն այս որոշումը գնահատել է իբրև անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող, պնդելով, որ որոշման մեջ կիրառված ձևակերպումները հակասում են իրենց երկրի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանական կողմը մասնավորապես առարկել է փաստաթղթում Արցախի, երկրի պետական կառույցների, պաշտպանության բանակի, գլխավոր դատախազի և օմբուդսմենի հիշատակման դեմ։ Ընդհանուր հաշվի առնելով Ադրբեջանի անդամակցության քաղաքականությունը միջազգային մարմիններին եւ միեդի մասով էլ նույնիսկ իր քաղաքացիների առնչությամբ կայացված որոշումների կատարման մասով այստեղ կա մտահոգություն, որովհետեւ Ադրբեջանը իր միջազգային պարտավորությունների կատարման առումով մշտապես թերացել է։ Բայց այստեղ մենք ինքներս որպես ներկայացուցիչներ պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս գործը լիարժեքորեն իր կատարմանը հասնի, հետագայում նման իրավիճակների կանխումը բացառելու նպատակով։ Նախիջևանում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի թեման քննարկելուց հետո Բաքուն հարցը Վաշինգտոն է տեղափոխում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների վաղը ամերիկյան կոնգրեսի շենքում տեղի կունենա միջազգային համաժողով նվիրված իբր Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը։ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023 թվականին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։ Վաշինգտոնյան համաժողովի մասնակիցները իբր Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների օրինակով քննարկելու են նրանց հայրենի օջախների անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային կառույցների մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը։ Պետական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդի Մուհամեդովը այսօր Ալիևի ուղեկցությամբ այցելել է Շուշի։ Նախագահների զբոսանքի տեսանյութը X-ում տարածել է Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Թուրքմենստանական պատվիրակության օդանավը առավոտյան է վայրէջք կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում։ Նա անդրադարձել է վերջին շրջանում հայ-ռուսական լարված հարաբերություններին։ Պուտինի օգնականի գնահատմամբ Երևանի հետ կապված իրավիճակը Մոսկվան դիտարկում է որպես արևմուտքի փորձ հարձակվելու այն ինտեգրացիոն միավորումների վրա, որոնց մասնակցում է Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ ըստ Ուշակովի առաջ է մղվում պատրանքային այն գաղափարը, թե դարեր շարունակ կողք կողքի ապրած և միշտ միմյանց օգնելու եկած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարող է վերանայվել։ Հայ քաղաքագիտական համայնքը համարում է, որ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո ռուսական կողմը ակտիվ և թեժ է պահելու Հայաստանին վերաբերող տեղեկատվական ֆոնը։ Մի կողմից արևմուտքը, մի կողմից Ռուսաստանը, մեկը ցանկանում էր իշխանությունը պահել, մյուսը վերցնել իշխանությունը, արևմուտքին հաջողվեց վերցնել իշխանությունը, ունի 7-ին Ռուսաստանը պարտվեց։ Բավականին լարվել է Ռուսաստան-ՆԱՏՕ եւ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները, բավականին լարվել է Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջև հարաբերությունները։ Դրա համար հիմա աչք չեն փակում եւ շատ խիստ դիրքորոշում են հայտնում։ Այժմ մասին թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Լեզվակռիվ, քաշքշոց և ծեծկրտուկ հավաքանու նիստում իշխանական և ընդդիմադիր անդամները գործի են դրել բռունցքները։ Խոշոր վթար դալարիկում դիզվառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, վիրավոր կա։ Հրդեհի, վթարի, թե ջրախեղդության դեպքում օգնության են շտապում փրկարարները, արդյոք ունեն նորագույն գործիքներ և թարմացված գիտելիքներ փրկություն բերելու համար։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում, Անկարայում ուժայինները այսօր լայնածավալ հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում 209 մարդ են ձերբակալել։ Ըստ Reuters-ի թուրք իրավապահները պնդում են, որ ձերբակալվածները մի շարք զինված խմբավորումների, այդ թվում Իսլամական պետության, ինչպես նաև ձախակողմյան ընդհատակյա կազմակերպությունների անդամներ են։ Գործողությունը իրականացվել է հուլիսի 7-ին Անկարայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ։ Անկարայի նահանգապետը 13 օրով արգելել է բոլոր տեսակի զանգվածային միջոցառումների անցկացումը Թուրքիայի մայրաքաղաքում։
Վաշինգտոնում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները։ Հիշեցնեմ, գործընթացը սկսվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի սահմանային գոտում առկա լարվածության չեզոքացման նպատակով։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ կողմերը քննարկման ընթացքում ուշադրություն են դարձնելու թե քաղաքական, թե անվտանգային խնդիրներին։ Հորմուզի նեղուցով մոտ 19 միլիոն բարել նավթ է դուրս բերվել։ True Social սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ընդգծելով, որ այս ցուցանիշը ռեկորդային է մեկ օրվա համար։ Նավթի գները նվազում են, իսկ աշխարհը դառնում է շատ ավելի անվտանգ, գրել է Թրամփը։ Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով Կիևը Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելով փորձում է ստեղծել բարենպաստ պայմաններ ընդհատված բանակցությունների վերսկսման համար։ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների Ուկրաինայի հետ Ստամբուլի համաձայնագրերի հիման վրա։ Վերադառնանք Հայաստան, իրավապահները այսօր առավոտյան խուզարկել են Հույդա Գերագույն մարմնի ներկայացուցիչ ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տունը։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում իրականացվում են քննչական և վարույթային գործողություններ։ Ինքը Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ առգրավել են տան զարդերը և որոշ կանխիկ գումար։ Իհարկե իրավունք չունեն, ես ընդհանրապես կարամ ասեմ, սա հերթական 7 տարիների հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացն է, դահակին ներգրավել են մի հատ պրոցեսի մեջ, դահակին շուտ պահանջներ է ներկայացրել ապօրինի։ Անկախ պետականության պաշտպանի և ուժեղ բարեփոխիչի համբավ ունեցող Պապ Թագավորի անունով այսուհետև կկոչվի Մայրաքաղաքի Ամիրյան փողոցը։ Դեռ 2024-ին էր հարցը Երևանի ավագանու օրակարգ բերվել, բայց անընդհատ հետաձգվել քննարկումների համար։ Այսօր էլ առանց քննարկումների այն չի ընդունվել։ Ավագանու խաղաղ նիստը, սակայն, հետո մարտաֆիլմի է վերածվել։ Ավագանու ընդդիմադիր և իշխանական անդամները քաղաքական թեմայով լեզվակռվից միմյանց հասցեին վիրավորանքների տարափ թափելուց հետո գործի են դրել բռունցքները։ Անմասն չեն մնացել անգամ կանայք։ Բոլոր մանրամասները Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժում։ Երևանի ավագանիները արձակուրդային տրամադրությամբ և կարճ տևողությամբ նիստի ակնկալիքով են դահլիճ եկել։ Օրակարգի 46 հարցից միայն մեկն է զեկուցվող, մյուս 45-ը մի փաթեթով ճիշտ մեկ քվեարկությամբ պետք է որոշեն ընդունել թե ոչ։ Մինչև այդ սակայն քաղաքապետ Ավինյանը ստիպված է մոտ 5 րոպե օրակարգը թերթել և ավագանու անդամներին հերթով ներկայացնել չզեկուցվող նախագծերը, գոնե խումբ, ընդհանուր էությամբ։ Այդ առաջարկը արդեն լսեցինք։ Ընդդիմությունն առարկում է առնվազն օրակարգի 45-րդ հարցը Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից Ամիրյանը Պապ Թագավորի անունով փոփոխելու, տպավորություն ունեն, թե քաղաքային իշխանությունն ամեն գնով իրենց խոսքով զոռբայությամբ ուզում է ընդունել։ Ընդդիմադիր 3 խմբակցությունների առաջարկը մեկն է, հարցն այնուամենայնիվ դահլիճում դարձյալ քննարկման առնել։ Ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների և ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ այդ մարդը այն արժանիքները ունի, որ Երևանին հրապարակին կից փողոցը իր անունով անվանակոչված լինի։ Ամիրյան փողոցն անվանափոխելու հարցը նոր անկախ Հայաստանի օրակարգում այս էլ որերորդ անգամ է 90-ականներին վերակոչվել էր Վրամշապուհ արքայի անունով։ Ավելի ուշ Մայրաքաղաքի իշխանությունները կենտրոնական փողոցի ցուցատախտակին վերադարձրին Ամիրյանի ազգանունը։ Հիմա ԿՊԱ-ական իշխանությունն այն կոչում է Պապ Թագավորի անունով։ Այն որ Պապ Թագավորի անունով կարելի է եւ պետք է ունենալ փողոց, այո, դա չի քննարկվում, բայց տպավորությունն է, որ Պապ Թագավորը օգտագործվում է, որ Ամիրյանի անունը անվանափոխվի, որպեսզի այդ մտահոգությունները փարատվեն եւ արգումենտավորվեն։ Ես առաջարկում եմ, այո, այս նախագիծը դարձնել քննարկվող։ Քաղաքային իշխանությունն ընդդիմության մտահոգությունները փարատել չի պատրաստվում, Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով վերափոխելու նախագիծն առավել հիմնավորել, քան արդեն արել են նույնպես։ Քվեարկում են եւ օրակարգային հարցը զեկուցվող դարձնելու եւ չզեկուցվող փաթեթը միանգամից ընդունելու համար։ Առաջին առաջարկը մերժում են, երկրորդը միանգամից ընդունում։ Մենք ունենք մի հարց։ Ավագանին գույք պետք է նվիրաբերի, ավելի կոնկրետ ձեռք բերած նոր տրոլեյբուսների սեփականության իրավունքը փոխանցի համայնքային պատասխանատու հիմնարկին Էլեկտրատրանսպորտ ընկերությանը։ Այս մասով ավագանիները հարցեր չունեն, այնինչ հետաքրքրում է տրանսպորտային ընդհանուր համակարգի մասին է։ Հարց ու պատասխանը խաղաղ ավարտվում է, հերթը ելույթներինն է։ Հենց այստեղից էլ քաղաքային օրակարգը դառնում է քաղաքական եւ նիստերի դահլիճում մթնոլորտը լարվում է։
Նա դուրս հրավիրեք պարոն Ստեփանյանին։ Ամեն բան սկսվեց ավականու ԿՊԱ-ական անդամի ելույթից, իշխանականին դուր չի գալիս, որ համապետական ընտրություններից հետո ավականու առաջին նիստում ընդդիմադիրներն իր ձևակերպմամբ կառուցողական մթնոլորտում են աշխատում, քաղաքային խնդիրներից խոսում։ Փորձում են խոսել ծուխից, հայերների, դուք ձեր ծուխին նայեք, ձեր ծուխն է սև դուս եկի արդեն։ Խոսում են ճանապարհներից, խոսում են կամուրջներից ու կանգառասրահներից։ Ժորժ ջան, չէ, այդպես չեղավ, եկեք ասեք այդ կաշառքը խի եք բաժանում։ Քաղաքացիական պայմանագրից ավականու եւս մեկ անդամ, հետո նաեւ փոխքաղաքապետը քաղաքական թեման շարունակեցին։ Գործը հասավ նախ շշամարտին, հետո բռունցքներին։ Իրար դեմ դուրս եկած ավականիները լքում են դահլիճը, վեճի են բռնվում իշխանական ու ընդդիմադիր կանայք, այս դեպքում էլ նախ իրար ջրում են, ապա հրմշտում։ Վիճաբանությանը հաջորդած կես ժամանոց ընդմիջումից, այս դեպքում թայմ-աութից հետո ընդդիմադիր Մայր Հայաստանը դահլիճ չվերադարձավ։ Ընդդիմության մյուս խմբակցությունները, որքան փորձեցին քաղաքային օրակարգում մնալ, ՔՊ-ն այնուամենայնիվ քաղաքական հարցերը չանտեսեց։ Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները մնացին դահլիճի գլխավոր թեման, մինչև նիստի ավարտը։ Շնորհավորում եմ բոլորիս։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կամ ծանր տրավմաների բուժման ընթացքում քաղաքացիները շատ հաճախ հայտնվում են մեծ ծախսերի, նույնն է թե ֆինանսական խնդիրների առաջ։ Ասում են նույնիսկ ապահովագրության առկայության դեպքում այդ դեպքերը լիարժեք չեն ծածկվում եւ փաստացի նրանք ստիպված են լինում սեփական միջոցներով հոգալ այդ ծախսերը։ Որն է պատճառը, ինչու են հենց այս հիվանդություններն ու դեպքերը դուրս մնում ապահովագրական փաթեթներից։ Առողջապահության ոլորտի փորձագետի պարզաբանմամբ նույն տրամաբանությունն է, ինչ պետպատվերի դեպքում, երբ սահմանափակ ծածկույթի կամ միջոցների պատճառով քաղաքացիներին փաստացի մերժում են կամ ուղղորդում ինքնուրույն հոգալ ծախսերը։ Այդ պատվերը անունը փոխում են, դնում ենք առողջապահական ապահովագրություն առանց բարեփոխումների, առանց ճանաչելու, գնահատելու առողջապահական ռեսուրսները, տարողունակությունն ու թողունակությունը առողջապահական հիմնարկների։ Հրդեհի, վթարների թե ջրախեղդության դեպքերում օգնության են շտապում փրկարարները, սեփական կյանքը վտանգելով նրանք կրակն ու ջուրն են նետվում կյանքեր փրկելու համար։ Ամեն ինչ կախված է գերպրոֆեսիոնալ պատրաստվածությունից, բայց արդյոք ունեն նորագույն տեխնիկա, արդիական արտահագուստ, նաև թարմացված գիտելիքներ, նոր մարտահրավերների պայմաններում աշխատելու համար, օրինակ, որ էլեկտրամոբիլների հրդեհաշիջման ժամանակ չհոսանքահարվեն։ Փամբակ գետում նախորդ շաբաթ տեղի ունեցած ողբերգությանը հաջորդած օրերին փրկարարները օր ու գիշեր փնտրում էին գետն ընկած երեխաների մարմինները։ Որոնողական աշխատանքներում հատկապես աչքի ընկավ պրոֆեսիոնալ սուզոլդ Վահե Մելքոնյանը։ Հենց նրան ի վերջո հաջողվեց գտնել երկու երեխաների մարմինները, որն իրականում բավականին բարդ խնդիր էր, ինչը հնարավոր չէր ֆիքսել հեռուստացույցի կամ համակարգչի էկրանից այս կողմ գտնվելով։ Իրականում մեր գետերը շատ ավելի արագահոս է, հունը շատ ավելի անհարթ է, այսինքն գնում ես կես մետրան, մեկ է ոտքդ խցում ես, երեք ես ոտքդ խցի, մի անգամից 2 մետր խորության մեջ գնացի, ամբողջ բոյովս մեկ, դեր եկա 2-3 մետր ջուր է գնում, այսինքն շատ մեծ ճշում կա այդտեղ, հնարավոր չի պարզապես մեջը քայլել այդ գետերի մեջ, ով լեռնային գետերը երբևէ փորձել է անցնի, դա կհասկանա, որ այդ առաջ հայացքից նայելուց ուրիշ ձև է երևում, բայց իրականությունը լրիվ այլ է։ Հուշք ու հոսք ունեցող գետում չեն աշխատում նաև թթվածնի բալոնները։ Ըստ այդմ, սուզոլթը ջրի տակ է իջնում սեփական շնչառության պահոստի հաշվին, ինչն էականորեն բարդացնում է աշխատանքը։ Այս ամենը պահանջում է մեծ հմտություն ու մասնագիտական բարձր որակներ։ Մեր այդի ասեմ, որ մեր փրկարարների բավական հզոր, լավ տղաներ ունենք, շատ պատրաստված, բայց կան մարդիկ, որոնք իրենք էլ չունեն այդ պատրաստվածությունը, եւ շատ մեծ ռիսկ է անպատրաստ մարդու կողես գետը։ Հենց այստեղ հարցերը առաջացան։ Արտակարգ իրավիճակներում արդյոք մենք ունենք բավարար թվով մասնագետներ նման աշխատանքների իրականացման համար։ Նախկինում օրինակ Ալավերդիում տեղատարապ շարունակական անձրևներից հետո վարարած գետի հունից դուրս գալու դեպքն ու Երևանի Սուրմալու անունով հայտնի տոնավաճառում տեղի ունեցած պայթյունը ցույց էին տվել, որ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման process-ը մեզ մոտ չի դրված ինչ-որ գծված անհրաժեշտ ռելսերի վրա։ Ամեն ինչ արվում է ինքնաբուխ, առանց անհրաժեշտ մասնագիտական որակների առկայության։ Շատ հաճախ նաև կամավորների մասնակցությամբ, որոնք մեղմ ասած չունեն բավարար գիտելիքներ։ Համայնքով պատրաստ են այդ այս փոքր թիմեր,
որոնք արտակարգ իրավիճակներում կապ չունի ինչ արտակարգ իրավիճակ ասենք, ջրհեղեղը, հրդեհը, չգիտեմ ինչ, հա, կարողանան այդ համայնքից որոշակի կազմակերպված եւ մարզված մարդկանց խումբ բերեն այդ համայնքի շահերը կամ ինչ որ բաները պաշտպանելու համար, այդ համայնքի օգնելու համար։ Հայաստանում մի շարք կազմակերպություններ հիմա փորձում են լրացնել առկաբացը, գիտելիքներ փոխանցել կամավորականներին, եւ եթե այս խնդիրը նրանց միջոցով որոշակիորեն լուծվում է, ապա որևէ կերպ դեռ չի լուծվում փրկարար ծառայությունում անհրաժեշտ գործիքակազմի առկայության հարցը։ Մինչև հիմա մենք չունենք էլեկտրոմոբիլներ։ Հիմա ունենք էլեկտրոմոբիլներ։ Արդյոք մեքենան եւ էլեկտրոմոբիլը նույն ձևով են հագցնելու։ Հավաստիացնում եմ ձեզ, որ ոչ։ Վերջերս բարձրացվել էր նաև էլեկտրոմոբիլներում ծագած հրդեհների դեպքում փրկարարների համապատասխան հանդերձանք չունենալու հարցը։ Սա միջազգային նորմերով սահմանված պահանջ է, քանի որ մեծ է հոսանքահարման հավանականությունը։ Պարզվում է, որ նման դեպքերում իրականացվող հրդեհաշիժման աշխատանքների համար մեր փրկարարները համապատասխան արտահայտություն չունեն, մինչդեռ էլեկտրոմոբիլների թիվը մեզ մոտ անցնում է տասնյակ հազարները։ Մենք չունենք այս պահին օրինակ 14 հարկից ավելի բարձր հարկ ապահովող միջոց, որ կարողանանք հրդեհի դեպքում գործ անել։ Հիմա ենթադրենք 20-ն ունենք, մյուս տարի 30-ն են սարքում, 20-ը չառած ի տարբերություն։ Կարող ենք պետք է համբերենք, ասենք դե լավ, սպասեք մի 10 տարի հետո էլ կարող է 50 են սարքելու, միանգամից 50 առնենք։ Այսինքն հիմա արդեն Երևանում կառուցվում են 30 հարկանի մի քանի շենքեր, սակայն այդ բարձրության վրա աշխատող հրշեջ տեխնիկա Երևանում գոյություն չունի։ Այլ կերպ, բոլոր այս բացերը կֆիքսվեն միայն մի դեպքում, եթե Աստված մի առասցե տեղի ունենա ողբերգական դեպք եւ բարձրանա աղմուկ։ Հրդեհ էր բռնկվել արտադրամասերից մեկում, որը գուպկա էր արտադրում, այսպես ասեմ, հա, կենցաղային լեզվով։ Պարզվեց, որ այդ արտադրամասը պետք է հանգցվել լրիվ ուրիշ հեղուկով, որովհետև այնտեղ թունավոր նյութեր կային, որոնք ոչ թե թունավոր, այլ քիմիական նյութեր կային, որոնք ջրով չէր կարելի հանգցնել։ Պետական համակարգի ներկայացուցիչները հիմա ցանկացած ամբիոնից շատ են խոսում այս կամ այն ոլորտում գործունեությունը արևմտյան չափանիշներին համապատասխանեցնելու մասին։ Այդ դեպքում մնում է հիշեցնել, որ արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ դրանց հետևանքների վերացման հարցում արևմտյան փորձն ասում է, որ պետք է իրականացվի ռիսկերի գնահատում, որպեսզի դեպքը տեղի ունենալուց հետո կարողանաս արդյունավետ պայքարել դրա հետևանքների դեմ, այնինչը մեզ մոտ իսպառ բացակայում է։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Գնացքի եւ դիզ վառելիք տեղափոխող բեռնատարի բախում Դալարիկում այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Դալարի գյուղի վարչական տարածքում բեռնատար գնացքին բախվել է դիզ վառելիք տեղափոխող կամազը, ինչի հետևանքով բեռնատարը կոտրել է բետոնե սյունը եւ կողաշրջվել։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն, դեպքի վայր են ժամանել բարեկային ծառայության ներկայացուցիչներն ու քննչական կոմիտեի քննչական խումբը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզելու գնացքավարի եւ վիրավոր վարորդի ինքնությունն ու բախման հանգամանքները։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Առաջին դասարանցուն դպրոց ընդունել է գլխացավանք ծնողների համար։ Օնլայն գրանցումը խափանումներով է ընթանում։ Համբակում ուսումնավարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել, նրան վիրահատել են։ Մեթեո աշխարհ գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի կենտրոնում ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Ստրեսային փորձության մեջ են հայտնվել առաջին դասարան գնացող փոքրիկների ծնողները։ Դպրոց ընդունվելու համար գրանցումը օնլայն ձևաչափով է։ Պետությունն է այդպես որոշել կոռուպցիոն սխեմաներից խուսափելու համար, բայց արի ու տես համակարգը խափանումներով է աշխատում։ Առավոտյան 9-ից ժամեր շարունակ ծնողները փորձել են գրանցել փոքրիկներին իրենց նախընտրած դպրոցում, սակայն հապարդյուն։ Տեխնիկական խափանումները մասնագետները համակարգի ծանրաբեռնվածությամբ են պայմանավորում։ Առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը հերթական անգամ ծնողների համար լուրջ խնդիրների պատճառ է դարձել։ Համակարգ մուտք գործելու նրանց փորձերը հաճախ ավարտվում են ձախողմամբ։ Ծնողներից շատերն էլ ժամերով չեն կարողանում գրանցել իրենց երեխաներին նախընտրած դպրոցներում։ Մասնագետների գնահատմամբ հիմնական պատճառը համակարգի ծանրաբեռնվածությունն է։ Մեդիա փորձագետ Արտուր Պապյանի խոսքով հայտագրման մեկնարկին առաջացող օգտատերերի մեծ հոսքը համակարգը պարզապես չի կարողանում սպասարկել։ Խոսում են որոշում կայացնողների, չգիտեմ, պաշտոնական անփութության մասին, որովհետև տարբերակներ
այս խնդիրը լուծելու կան բազմաթիվ են։ Այդ թվում load balancing անել, ծանրաբեռնվածությունը վերապաշխել կամ հենց գրանցման այս սեզոնի մեկնարկին իմանալով որ մեծ ծանրաբեռնվածություն է սպասվում շեշտակիորեն սերվերների քանակը ավելացնել, հետո ենթադրենք երբ որ այդ կարիքը չլինի նման ծանրաբեռնվածության իջեցնել եւ այլն։ Պապյանը նշում է, որ որպես մասնագետ իր համար անհասկանալի է մնում, թե ինչու տարիներ շարունակ նույն խնդիրը չի ստանում համակարգային լուծում։ Նրա համոզմամբ տեխնիկական հնարավորություններն առկա են, պարզապես անհրաժեշտ է ճիշտ կազմակերպում եւ համապատասխան ռեսուրսների ներգրավում։ Նման գնահատական է տալիս նաեւ կրթության ոլորտի փորձագետը։ Նա նշում է, որ առաջին տարին չէ, երբ ծնողները նույն իրավիճակում են հայտնվում, փորձելով երեխաներին գրանցել նախընտրած դպրոցներում։ Ուղղակի անթույլատրելի է։ Կամ պետք է այս համակարգը իսկապես փոխվի, բարեփոխվի, որովհետև ես էլ հարյուրավոր զանգեր եմ արդեն ստանում, մարդիկ գրում են եւ այլն։ Ուրեմն կամ պետք է նորմալ համակարգ լինի, կամ ընդհանրապես հանեն այդ համակարգը։ Լրացուցիչ բարդություններ ու դժվարություններ առաջացնել ծնողների, երեխաների, դպրոցի, ստրես առաջացնել մարդկանց մոտ իմաստը։ Արդյոք դա նպաստում է կրթության որակին։ Այո, նպաստում է հակառակ նշանով։ Փորձագետի գնահատմամբ տեխնիկական խափանումներն ու համակարգի անկայուն աշխատանքը ոչ միայն անհարմարություններ են ստեղծում, այլև կարող են ազդել ծնողների ընտրության հնարավորությունների վրա։ Համակարգից է նախ, որովհետև համակարգը ոնց որ չի դիմանում այդքան շատ հայտերի, որովհետև բոլորը ուզում են իրենց ուզած դպրոցը հենց առաջի րոպեին հայտագրեն երեխային։ Պարզվում է, որ այդ համակարգը այդքան հայտ ընդունելու ունակ չի, կարողությունները չի հերիքում։ Ստեղից առաջանում է քաոսային իրավիճակը, իսկ գիտեք, այդ պղտոր ջերում ձուկ բռնողները ինչքան շատ են։ Այն մարդիկ, որոնք դպրոցում են նստած կամ տիրապետում են, ունեն ցուցակ իրենց ցանկալի երեխաներին։ Այդ ցանկալի երեխաներին անմիջապես լցնում են իրենց դպրոց։ Ժամը լրատվականին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից հայտնեցին, որ համակարգը բացվել է ժամը 09:00-ին եւ որ համակարգն ունեցել է ծանրաբեռնվածություն, ինչը բոլոր շահառուների համար նույնն է եղել։ Ծանրաբեռնվածությունը հետզհետե թուլացել է եւ ներկայում աշխատում է առանց որևէ խափանման, արդեն իսկ հայտագրված է 17875 երեխա։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ 25 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում հայկական առևտրային անշարժ գույքի շուկայում։ Խոշորագույն գործարքը Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես համալիրում Դալան տեխնոպարկում է իրականացվել։ Բիզնես պարկը նպատակ ունի ներգրավել համաշխարհային խոշոր ընկերություններին, Հայաստանը ներկայացնել որպես գրավիչ երկիր միջազգային ներդրումային շուկայում։ Դալան տեխնոպարկում իրականացվել է Հայաստանի առևտրային անշարժ գույքի շուկայի ամենախոշոր գործարքներից մեկը։ Օտարերկրյա ներդրողի կողմից իրականացվեց 25 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում գրասենյակային եւ այլ նշանակության տարածքների ձեռքբերման միջոցով։ Երկու հանգամանք կա, որը պարտադիր պետք է նշեմ, առաջին անշուշտ շենքն է եւ երկրորդ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, որովհետեւ մարդիկ երկարաժամկետ ներդրում են անում եւ շարունակում են հետաքրքրվել։ Եվ մենք հպարտ ենք դրանով, իրոք հպարտ ենք, որովհետև մի բան ենք ստեղծել, որ կարողանում են նաև դրսի մարդիկ տեսնել գրավիչ լինել եւ գալ Հայաստան ու ձեռք բերել։ Դալան տեխնոպարկը ստեղծվում է որպես միջազգային հարթակում մրցունակ բիզնես կենտրոն, համադրելով ենթակառուցվածքները, բարձրակարգ աշխատանքային պայմաններն ու միջազգային ընկերությունների պահանջներին համապատասխան լուծումները։ Մեր խնդիրը ստեղծելն էր ժամանակակից գրասենյակային տարածքներ աշխատատեղերի համար աշխարհային նորմերի համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածք։ Խոշոր ներդրումային այս գործարքը միայն մեկ օրինակ է այն հետաքրքրության, որն այսօր ձևավորվել է նախագծի շուրջ։ Դալան տեխնոպարկը ներկայումս գտնվում է մի շարք միջազգային ընկերությունների ուշադրության կենտրոնում եւ արդեն քննարկվում են ապագա համագործակցության տարբեր ձևաչափեր։ Հիմա մենք բանակցում ենք մի քանի աշխարհային ընկերությունների հետ, որոնք ոչ թե պիտի ձեռք բերեն, այլ կան տեղակայվեն եւ ունենան իրենց աշխատատեղերը։ Մի մեծ առանձնահատկություն ունի Դալանը, որ մենք ստեղծել ենք բոմայի չափանիշերուն համապատասխանող աշխատատեղեր չափի առումով եւ տեխնիկական ստանդարտի առումով մենք գնացել ենք դեպի լիթ, որը բնապահպանական եւ էներգոխնայողական առաջնորդության ծրագիր է եւ մեր ամբողջ նախագիծը եւ շենքի ամբողջ ընթացքի շինարարության հետագա շահագործումները համապատասխանում է այդ երկու ստանդարտներին։ Այսօր Հայաստանում հնարավոր չէ գտնել երկրորդ նման կառույց, ինչպիսին Դալան տեխնոպարկն է, թե իր կոնցեպտով, թե մասշտաբներով, թե առաջարկվող հնարավորություններով։ Իսկ շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային այս գործարքը դեռևս կառուցման փուլում գտնվող նախագծում լավագույն ապացույց
ցույցն է, որ շուկան եւ միջազգային ներդրողները գնահատում են Դալանի բացառիկությունը եւ դրա նկատմամբ ունեն բարձր վստահություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի սրտում Պեյոյավորով թաղամասում ամենագեղեցիկ փողոցներից մեկը այսուհետև պաշտոնապես կկոչվի Հայաստան Ճեմուղի։ Որոշումը ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն 33 կողմ ձայներով։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանի քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը շարունակում է աճել։ Այդ թիվը մեկ ամսում ավելացել է ևս 254-ով, հասնելով 27550-ի։ Ներկայացնելով 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո ձևավորված պատկերը, այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նրա խոսքով այս պահին քաղաքացիություն ստանալու համար առկա է ավելի քան 39000 դիմում, իսկ շուրջ 12000 անչափահաս արդեն ստացել է Հայաստանի անձնագիր։ Միաժամանակ Հայաստանը շարունակում է ընդունել նաև միջազգային պաշտպանություն փնտրողներին։ Եթե մինչև 2022 թվականը տարեկան գրանցվում էր ընդամենը 200-ից 250 Ապաստան հայցող, ապա այժմ այդ թիվը հասել է մոտ 1000-ի։ Նրանք հիմնականում Ուկրաինայից, Ռուսաստանից, Իրանից, Աֆղանստանից եւ Եմենից Հայաստան եկածներն են, ինչը վկայում է երկրում միգրացիոն հոսքերի զգալի ակտիվացման մասին։ Հայտնի է դարձել Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռի վթարային վայրեջքի պատճառը։ Երեկ Երևանի ժամանակով 12:24-ին օդ բարձրանալուց մոտ 1 ժամ անց Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան էր ուղարկել եւ հարկադիր վայրեջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Ավելի ուշ պարզվել էր, որ հարկադիր վայրեջքի պատճառը ապա հերմետիկացման սենսորի սխալ գործարկումն է եղել։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեից։ Փամբակի զորամասում անցկացված ուսումնավարժանքի ընթացքում զինվոր է վիրավորվել։ Լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեղեկատվության համաձայն դեպքը կապվում է հրամանատարության ոչ պատշաճ աշխատանքի եւ թույլ վերահսկողության հետ։ Հրապարակման համաձայն կավարկած, որ զինվորը ծանր վիրավորվել է, կոծրել մեկ ոտքի եւ ստացել ծանր վնասվածքներ պայթյունի հետևանքով։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է վնասվածքի փաստը, նշելով, որ զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջության եւ զինծառայողի վերաբերյալ անձնական այլ տվյալներ չեն հրապարակվում, քանի որ համապատասխան օրենքները դա արգելում են։ Զինված ուժերը բացում են դռները երաժիշտների ու պարողների համար։ 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ եւ դիտումներ։ Զինված ուժերը երաժիշտ եւ պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով լսումներին հրավիրվում են փողային, լարային եւ հարվածային տարբեր գործիքների տիրապետող զորակոչիկներ, իսկ պարարվեստի մասնագետների դիտումներն անցկացվելու են Սարդարապատ Պարի համույթի փորձասրահում։ Միջոցառումներն անցկացվելու են հուլիսի 13-ից 16-ը հստակ ժամանակացույցով, իսկ հացերի դեպքում զորակոչիկներին առաջարկվում է դիմել իրենց զինվորական կոմիսարիատներ կամ զանգահարել Պաշտպանության նախարարության թեժգից։ Պետբյուջեն ավելացրել է եկամուտները 5 ամսում։ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2026 թվականի հունվար-մայիս ամիսների պետական բյուջեի կատարման տվյալները, որոնց համաձայն եկամուտները կազմել են 1 տրիլիոն 353 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14.7%-ով կամ 173.2 միլիարդ դրամով։ Միաժամանակ ծախսերը կազմել են 1 տրիլիոն 257 միլիարդ դրամ, աճելով 4.5%-ով կամ 54.2 միլիարդ դրամով։ Արդյունքում պետական բյուջեն 5 ամսվա ընթացքում կատարվել է 95.8 միլիարդ դրամ հավելորդով, մինչդեռ 1 տարի առաջ նույն ժամանակահատվածում գրանցվել էր 23.2 միլիարդ դրամ պակասուրդ։ Կառավարությունն ուսումնասիրում է 2026-ի կարգտահարության անոմալ դեպքերը։ Վերջերս գրանցված կարգտահարությունների պատճառները, դրանց հնարավոր անկանոն բնույթը, ինչպես նաև գյուղատնտեսությանը հասցված վնասների քանակական ու ֆինանսական ծավալները պարզելու նպատակով որոշում է կայացվել ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը գնահատելու է կարգտահարության վայրերում կամ դրանց հարակից տարածքներում հակակարգտային կայանների գործարկումը կարկուտից առաջ կամ դրա ընթացքում եւ դրանց իրական ազդեցությունը։ Խմբի աշխատանքի արդյունքները մեկ շաբաթյա ժամկետում պետք է ներկայացվեն կառավարությանը եւ վարչապետին։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։
Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի ակտիվ ցիկլոնի կենտրոնում, սպասվում են տեղումներ առանձին գոտիներում, նաև կարկուտ։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի մոտ 4-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 21 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 26-ից 30, Լոռիում 16-ից 19, Տավուշում 20-ից 24 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 28-ից 30, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 26-ից 29, Սյունիքի նախալեռներում 18-ից 21 աստիճան, Երևանում օրը կանցնի պարբերական տեղումներով, այս գիշեր սպասվում է 18-ից 20, ցերեկը 26-ից 29, երեկոյան 21-ից 23 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։